Իրանի և Իսրայելի միջև առկա լարվածության հետևանքով արդյոք հնարավոր են ռադիացիոն ռիսկեր Հայաստանում։ Գիտեք, ամեն պատերազմ իր հետ մեծ ռիսկեր ա բերում, ու դա անպայման չլինի ռադիացիոն ֆոնը, էլի։ Ու ռադիացիոն ֆոնը ինքը այս պահին պաշտոնական տվյալներով ամեն ինչ նորմալ է, ես հետևում եմ, նայում եմ, ուրեմն ռադիացիայի չափականական ընթացքում է պետության կողմից, բայց կարող են լինել անկառավարելի պրոցեսներ, տեսնում եք ինչ է կատարվում, քանի որ բացի Իսրայել պետությունից, նաև անուններով չեմ ուզում ասել, շատ ավելի զոր պետություններ, որոնք ուրեմն պատրաստ են մտնել պատերազմի մեջ, եւ եթե իրենք ուրեմն այդ ասածների կատարած են, այն ժամանակ մեզ մոտ կարող է շատ լուրջ իրավիճակ ստեղծվի։ Այո, հնարավոր է, որ ես չեմ ուզում մարդկանց վախեցնել, բայց եթե պայթյունները մեծ մասշտաբի լինեն, ու մենք չգիտենք, թե ինչպիսի այլ զենքեր ատոմային ուրեմն էներգետիկայի հետ կապված, ատոմի հետ կապված ավելի շուտ կարող են կիրառել, ես չեմ խոսում արդեն ատոմային ռումբի մասին, մենք չգիտենք ինչ կարող է կիրառել աշխարհի ամենամեծ պետությունը, որը անընդհատ սպառնում է, որ ինքը անպայման ուրեմն այս գործի մեջ կմտնի եւ ուրեմն Իրանին այնպես կանի, որ ծնկի իջնի։ Մենք չգիտենք սպասելիքները, հասկանում եք, ամեն ինչ հնարավոր է, այո, հնարավոր է, որ մենք ունենանք լուրջ խնդիրներ, ուրեմն տարբեր տեսակի զենքերի կիրառելու հետևանքով, եւ դա կարող է պարտադիր չէ, եմ ձգում ատոմային զենք լինի, որտեղ ինքը ընդհանուր առմամբ ազդում է մթնոլորտի վրա, կլիմայական ուրեմն գործընթացներ կարող են առաջանալ մեզ մոտ, որոնց տանոց չենք, մեծ քանակությամբ կարող է անձրևներ գան թունավոր նյութերով, ամեն ինչ կարող է լինի, հիմա ասում եմ, չեմ ասում, որ մեր ժողովուրդը վախենա, բայց այս բաները կարելի է սպասել, որտեղ շատ լայնամասշտաբ բաներ են սպասվում, լայնածավալ, ինչպես մենք ենք տեսնում, ուրեմն եթե հնարավորություն լինի, ուրեմն կանգնեցնել այս ամեն ինչը, դա կլինի հրաշալի մի բան, երկու պետություններին նստեցնել ուրեմն մի սեղանի շուրջ եւ փորձել գալ համաձայնության, դա կլինի հրաշալի մի բան, բոլորիս համար, առավել եւս Հայաստանի, որը բավականին լուրջ ուրեմն վիճակում է այս հարցում, դուք գիտեք, այստեղ Սյունիքի հարցը կա, Զանգեզուրի հարցը կա, գնաց մեզ պետական այրերը ասում են, որ ամեն ինչ նորմալ է, բայց այդ խնդիրները կան։ Եվ ամեն ինչ շատ իհարկե այն մասերը, որտեղ ուրեմն անմիջապես սահմանամերձ է Իրանի Հանրապետության հետ, բարձ է, որ այդ մասերում ավելի շատ կզգացվի զենքի կիրառումները, դա հնարավոր է, այո, կարող է ազդել ուրեմն մեր շրջակա միջավայրի վրա, դա հնարավոր է, ես չեմ ասում, այս պահին չունենք որևէ բան, պաշտոնական տվյալներն ասում են, որ ռադիացիոն ֆոնը նորմալ է եւ որևէ շեղում չկա, հետո ինչ կլինի, ինչ որ կարող է լինել, ես արդեն ձեզ ասեմ։ Իսկ Հայաստանը որքանով է պատրաստ դրան։ Հայաստանը կարելի է ասել, չեմ ուզում շատ ծայրահեղական լինել, համարյա անպատրաստ է, որոշ միջոցառումներ կարող են ուրեմն իրականացվել իհարկե, բայց այսօր նույնիսկ պատկան մարմիններ, ես տեսնում եմ, որ անձեր են հրապարակում, թե ռադիացիոն ֆոնը բարձրանալու ժամանակ ինչ պետք է անեք, անձեր են դա հրապարակում, դրանք բնապահպաններ են, գիտնականներ են, փորձագետներ են, բայց պետական մոտեցում վերաբերմունք դրան մենք դեռ չենք տեսել, թե ինչքանով ենք մենք պատրաստ դրան, դա շատ մեծ հարցական է, շատ մեծ, թե թող մեր պետական մարմինները, այրերը, որոնք պատասխանատու են այդ ամենի համար, հիմա պետք է արդեն ուշադրություն դարձնեն շատ բաների, ուրեմն ապաստարանների խնդիր պետք է լուծվի, էլի եմ ասում, չեմ ուզում վախեցնեմ, բայց գնում է դրան, հասկանում եք, տեսենք ինչ կլինի, ապաստարանների խնդիրներ ունենք մենք, եւ այո ռադիացիոն ֆոնի բարձրացման ժամանակ պետք է անի փաղաքացին, այս ամեն ինչը պետք է պարբերաբար, երևի չեն ուզում, որպեսզի մարդիկ
այսպես ցետնոտի մեջ ընկնեն, բայց դա ճիշտ չի։ Պետք է ուրեմն բնակչությունը պատրաստվի։ Տեսնում եք, չի Իսրայելում նախորդ ամեն ինչ ասված էր եւ պատրաստ, որտեղ երևում է մենք նյութերը նայում ենք արտասահմանյան մամուլին, որ ապաստարանների մեծ քանակություն եւ մարդիկ արդեն կանխավ ապաստարաններում են եղել։ Իհարկե զոհեր կան, բայց ուզում եմ ասել, պատրաստվածություն իրենց ուրիշ է։ Իսկ մենք ցավոք սրտի այսպես սենց խասում նավակի վրա ենք էլի, բարձ ասել։